Հրա անասնակ էր, հրա բայց անասնակ էր, ուրեմն վերջին 34 տարվա ընթացքում Հայաստան, Ադրբեջանի տարածքով բեռնատար գնացք է գալիս, ու են էլ անասնակ էր, աղոնը դնում են ցորեն են բերում, Ադրբեջանի տարածքով ցորեն են բերում, պարզվում է Ադրբեջանի տարածքով Հայաստան չի մտնում, Վրաստանի միջոցով է գալի Հայաստան, ու են էլ անասնակ էր, այս կարգի եք խափում է ժողովրդին, այս կարգի եք հիմարի տեղ դնում է ժողովրդին, այս սկզբից ասեիք անասնակ կեր ենք բերում, ոչ թե ցորեն ենք բերում, հայ ցորեն ենք բերում, հա Ադրբեջանի տարածքով ցորեն ենք բերում, այդ գնացքը քանի պետություն է անցել, որ հասել է Հայաստան, Ադրբեջանի տարածքով Հայաստան չի մտել այդ գնացքը, ինչ եք մարդկանց հիմարի տեղ դրել, ու են էլ անասնակեր եք վերել, ուրեմն վերջին 34 տարվա ընթացքում, 33 տարվա ընթացքում լավ, Հայաստանը ցորեն չեր ներկրում Ղարաբաղից, ես ինչ մի ուրացակ բոլորդ, Գորիս Ստեփանակերտ Գորիս այդ ճանապարհով քանի 100,000 տոննա ցորեն մտած կլինի Հայաստան, հիշեցնեմ, որ Արցախը Հայաստանի պարենային անվտանգության երաշխավորն էր և ապահովում էր Հայաստանի ցորենի պահանջարկի 30-ից 40%-ը, ու այն ցորենը, որ մտնում էր Արցախից Հայաստան, դա հեչ, մոռացվեց, հիմա արդեն տենց Ղազախստանից մեծ ցորեն են տալիս, էդ էր ձեր բերած ցորենը, անասնակ էր, շատ սիմվոլիկ էր, առաջի գնացքը Ադրբեջանի տարածքով են էլ անասնակ էր, հերիք է այս մարդկանց հիմարի տեղ դնեք, դուք տեղով հիմար լինելով,